Համայնքի ավական նիստն է 7-րդ նստաշրջանի հերթական նիստն է, ավականու անդամներից 15 անդամներից ներկային ավականու 13 անդամները, համաձայն համայնքային ծառայության մասին օրենքի 16-րդ հոդվածի համայնքային ծառայողները առաջին անգամ պաշտոնում նշանակվելիս պետք է հանդիսավոր կերպով երթում տան, կներկայացնեմ առաջին աշխատակազմի առաջատար մասնագետ համայնքային ծառայողին Աննա Կարապետյանին, խնդրեմ Աննա ջան։ Ես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Աննա Կարապետյանս ստանձնելով Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողի պաշտոնը հանդիսավոր երդվում է անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս։ Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Անի Նավասարդյան։ Ես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Անի Արմենի Նավասարդյանս ստանձնելով Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողի պաշտոնը հանդիսավոր երդվում է անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս։ Քաղաքացիների սպասարկման, կազմակերպման, եկամուտների հավաքագրման առաջին կարգի մասնագետ Անահիտ Բաղդասարյան։ Ես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Անահիտ Շանթալի Բաղդասարյանս ստանձնելով Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայողի պաշտոնը հանդիսավոր երդվում է անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրություն և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս։ Շնորհավոր եք մեր համայնքային ծառայողներին, շնորհավոր եք ձեզ։ Այն ինչ որ դուք նոր երթեցիք, դա Աստված հնարել դառնա։ Դրա հարգելի ավականներ, հարգելի գործընկերներ, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի 2025 թվականի նոյեմբերի 18-ի նիստը օրակարգ հաստատելու մասին, ովքեր են կողմ, դեմ չկա, ձայնապատ չկա, անցնենք օրակարգի առաջի հարցին, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի Թիվ 106N որոշման համար 1, համար 2, համար 3 և համար 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին զեկույցի դիսնեգորը։ Առաջին հարցը կատարում ենք բյուջեի փոփոխություն, ինչպես արդեն երեք քննարկեցինք, ֆոնդային բյուջեում կատարում ենք շուրջ 120 միլիոնի փոփոխություն, այն սուբվենցիա ծրագրերը, որոնք որ իրականացվում էին, դա տանիքների մուտքերի վերանորոգումն է, համայնքային մասնաբաժինը, համայնքի պարտականությունները կատարել է կապավարումների հետ կապված, հիմա դիմել ենք կառավարությանը հաստատելու 120 միլիոնի ֆինանսավորում, այդ գումարն ենք նախատեսում, հենց ֆինանսավորումը լինի արագ փոխանցումները կատարելու համար։ Եթե հարցեր չունեք, խնդրում եմ հաստատեք։ Ովքեր են կողմ, դեմ չկա, անցնենք օրակարգի փոխտացին, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավականու 2025 թվականի ապրիլի 18 համար 28 որոշում համար 4 համար 5 ավելացնել նոր խմբագրության հաստատելու մասին։
Հարգելի ավականներ, 2025 թվականի ապրիլի 18-ի համար 4 եւ համար 5 հավելվածները վերաբերել են Քաջարանի 2025 թվականի ապրիլի 18-ին ստեղծված Քաջարանի թիվ 2 մզդուր եւ Քաջարանի թիվ 3 մզդուր մանկապարտեզների հաստիկացուցակներին, որտեղ որ անհրաժեշտություն է առաջացել փականագործ էլեկտրամոնտյորի դրքաչափը փոխարինել 393,000-ից փոխարինել 220,000 դրամով, քանի որ նախկինում նշված նախքան համայնքային ենթակայության անվանվել է անցնելը, նախկինում նշված աշխատանքները փականագործ էլեկտրամոնտյորը համակարգում էր նաև այգեպանի աշխատանքները, քննարկելով եւ այգուցելով որոշեցինք ներկայացնել որոշման նախագիծ, ըստ որի անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել այդ հաստիկները գործառույթների բերումով, փականագործ էլեկտրամոնտյորը սահմանել 220,000 ՀՀ դրամ, իսկ ստեղծել նոր հաստիկ, այգեպանի հաստիկը 200,000 ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր Քաջարանի թիվ 2 մզդուր եւ Քաջարանի թիվ 3 մզդուր մանկապարտեզների համար ստեղծենք մեկ այգեպանի հաստիկ 200,000 ՀՀ դրամ հաստիկով։ Ընդհանուր փոփոխությունը դրանով է պայմանավորված։ Կարծիք։ Դուք եք ասել նախին եկարում եմ մոտ 400 հասարի։ Բայց առանձնացնում ու է բնականաբար աշխատողը քեմիական աշխատողը մենք գերադասեցինք այո տասնիկների տարբերակի մասին աշխատանք ու այլից ովքեր են գող չկա, ձեռոպար չկա, սիմվոլակարգի երոշ տասին Հայաստան հանրապետությունի համայնքային ենթակայության կազմակերպություն ստեղծելու դրա կանոնավորություն աշխատողների թվականները հաստիկացուցակը և պաշտոնային դրքաչափերի հաստատելու մասին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպություն ստեղծելու դրա կանոնադրությունը, աշխատողների թվաքանակը, հաստիկացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի եւ պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Փակ բաժնետիրական ընկերության եւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, այսուհետև համայնք, մինչև 2025 թվականի ապրիլի 8-ին կնքած սոցիալական օբյեկտների փոխանցման մասին մտադրությունների հուշագիրը համաձայն համայնքի ղեկավարի առաջարկությանը Սերգեյ Ավագանիձե հաստատման եք ներկայացնում ստեղծել Քաջարանի մարզահամարի համայնքային ոչ առևտրային կազմակերպություն եւ հաստատել այդ կազմակերպության կանոնադրությունը համաձայն համար 1 հավելվածի։ Հաստատել սույն որոշման առաջին կետում նշված կազմակերպության աշխատողների թվաքանակը, հաստիկացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը համաձայն համար 2-րդ հավելվածի։ Համայնքի ղեկավարին իրականացնել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթները։ Հարգելի ավագանի, ինչպես հայտնի է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզահամալիրը այժմ համայնքապետարանի հսկողության տակ է լինելու, այն գտնվելու վայրը նույնն է մնում։ Գետափնյա հայերեն լրիվ անվանումը Քաջարանի մարզահամալիր համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է լինելու, կարճ Քաջարանի համալիր ՀՕԱԿ։ Նպատակների մասին կազմակերպությունը ստեղծվում է մարզական արտադրական մասնագիտական կրթություն իրականացնելու նպատակով։ Կազմակերպություն արտադրոցական մարզական ուսումնական հաստատություն է, ունենալու է իր զինանշանի պատկերով իր կնիքը, իր ձևաթղթերը, խորհրդանիշը, հաստիկացուցակում բացի նախկինում ներկայացված հաստիկներից, այստեղ ավելանալու է տնտեսվարի, հաշվապահի, պահակի, կաթսայական բանվորի, փականագործ էլեկտրոմոնտյորի, բուժքույրի, դաշտի պատասխանատուի, դաշտի հավաքարարի, հսկիչի, հանդերձապահի, հավաքարարի հաստիկները։ Եթե համաձայն եք, խնդրում ենք հաստատել։ Ինչպես տեղեկ եք մնացած
կառուցվածքներ կանցել են համայնքին, ևս մեր սպորտ համալիրը, սպորտ համալիրը մեկից ասում համայնքային տաշարություն։ Իգուցե ծավալատեն ենք էքսպանսիոն քաղաքականությունը կարում, բայց դա էքսպանսիոն չի, դա սա ինվաստ համայնքին է։ Այս սպորտ համալիրը, հատկապես սպորտ համալիրը, այն ինչ որ սպորտում, միանշանակ կարևոր մի փոխում նման կառույցները մի համայնքային։ Բավականին մենք, ինչպես գիտենք, քաղաքը սպորտային քաղաք է, այո, լավ պոտենցիալ ունեցող երեխաներ ունեն, բայց եթե համայնքային ու այն ժամանակին ենք մնում, երկրիցից չենք էլ տարանջատել, բայց այս դեպքում մենք ավելի բոլորս իհարկե միասին, ավելի էլ ուշադրի կրնենք, հատկապես սպորտին։ Բնականաբար ես այդ ճիշտ եմ ներկնում, ու անկորում նաև հաստիկացուցակներ ենք ավելացնում, բացի և դրանից էլ առաջ աստված երկրորդ ներկայության կար համալիրը, բավականին համալիրում են այս աշխատանքները ու վերանորոգում աշխատանքները ու բարձր մակարդակի վերանորոգում և հագին հետաքրքիր սպորտային միջոցառումներ են ինչ է ժողովրդական դա դուք ինչ կարծիք եք։ Ողջույն եք։ Կոմբինատ սպորտ իր հետ սպորտ համալիրը քիչ արդյունաբերական արդյունաբերությունն ասա սպորտը ովքեր եք ով դեն չկա, չկանցնենք հոլապարտի չորոտացի Պանազամոլիկների կոմբինատ փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի քաղաքացիանի պրինց մոլիզինային հանքավայրի վերագնահատման նպատակով ողջի գետի դատատներ տարածքում 2026-28 թվականներին նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ նախատեսվող գործունեություն նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։ Ձեզ ենք ներկայացնում Զանգեզուրի պրինցամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաքաճարանի պղինձ մոլիբդենային հանքավայրի վերագնահատման նպատակով ողջի գետի ձախակնյա տարածքում 2026-28 թվականներին նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ նախատեսված գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ որոշման նախագիծը։ Ընկերությունը գործունեությունը նախատեսում է իրականացնել ողջի գետի ձախակնյա հատվածում, ընդհանուր տարածքը կազմում է 434 հեկտար և նպատակը կազմակերպել է հանրային քննարկում, որի արդյունքում արձանագրվել է տվյալները և վերագնահատման նպատակը դա այն է, որ խորհրդային տարիների ժամանակ գնահատված տվյալների մեջ գտել են անճշտություններ, ցանկանում են նորից կրկնակի վերագնահատում անել։ Գործունեությունը դա պահանջում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատում, քանի որ պատկանում է B կատեգորիայի։ Տվյալ գործունեությունը հորատման եղանակով է իրականացվելու, ամբողջ գյուղի տարածքը ներառվում է 434 հեկտար տարածքում և հորատանցքերի ընդհանուր թիվը մինչև 383 հասնում է։ Տվյալ գործունեությունը կտևի 26-28 թվականները։ Եթե ինչ-որ քարտեզով բան կա, ներկայացնենք։ Գործունեությունը 26-22 փուլով է իրականացվել։ Այո։ Հարգելի ավականներ, այ հիմա կապուզում բոլորը տեսնում են։ Յուղ քաջարանա և 400 քանի 434 434 հեկտար։
Գյուղը մոտ 1/3 մասնակազմում։ Անմիջապես նախ ստեսքսն կան վարսակալած հողեր, ժամանակին տրված, գյուղ քաջարանին, գյուղ երբ որ մի քաղաքցիներ, գյուղ քաջան ռազինին իրավանականանց է, ժամանակին իրան տրված կա երկարատը, կա վարսակալած հողեր, թեկուս որ այդ վարսակալած հողերը, ովքեր որ վարսակալել են, նպատակային այսքան ժամանակ չեն ծառայեցել, այդ մենք դրա մասին չենք խոսում, մի հատ ուրիշ ունենք անդրադառնան, երկրորդը Քաջարան գյուղը, երեք ասացի, ես որ նորից կրկնում մարդ եթե գյուղում ապրում է, բայց իր ապրեցող պայմաններով գյուղատնտեսությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ, ճիշտ է, կա որ այլ ուրիշ գյուղում արտադրություն չկա, իսկ հիմա ներկայիս դրությամբ բոլոր մեր արտավայրերը, խոթարքները և մնացածները, եթե այս ինչ որ մենք տեսնում ենք, սկսեն թույլտվություն եթե տանք մտնենք իրենք ուսումնասիրության, ապա մենք գյուղի վրա, որպես մեր քաջարան գյուղի վրա խաչ ենք քաշում։ Այսինքն մարդու ապրելու ցանկությունը համոզված են, որ հետաքրքրություն չկա այդ ապրելու գյուղում։ Այսինքն մենք ինչ ենք անում, մի մեծ գյուղ ժողովրդին, այսպես ասած, վտարում։ Ապրելու իմաստը որն այդ գյուղում պետք է մնա, ինքը չզբաղի գյուղատնտեսությամբ։ Հարգելի ավականներ, ընդ որում, հենց առաջ հանրային լսման ժամանակ, հիմա քարտեզը փոխել են, նոր փոխված քարտեզը։ Իսկ այն ժամանակ ամբողջ մեր գյուղը, մեր տները էնա։ Ես քարտեզում նայեցի եւ անակնկալ եմ տա։ Մեր տունը, մեր հայրականի ոճախը եւ նաեւ բոլորին էնա։ Մեր բոլորի տներում այ կարմիր կետերով, կապույտ կետերով նշված է, որ պետք է գամոտի մեր ապական ուսումնասիրությունը, որը որ դա մանթուրիատրելի է և դա շատ սխալ մոտեցում է, չի կարան անպանների ուղղակի։ Մնացածը նաև ձեր կարծիքը։ Նախ ես ասեմ, ամբողջ նայեք գյուղը բոլոր կողմերով ծածկված է, սենց բանական մեծ աղ է դորատանց կերոցակեն, դեր ստորգետնյա ջրերով, անողախտոտված ջրերը, ձորերը, լրիվ բարվելեցվի գյուղի մեջ։ Այնտեղ մարդիկ այգիներ ունեն, ծառատունք են անում, վերևը խորթարկա, բանը, ոչխար են արած ասում, այդ ամեն ինչ է։ Հաղադերեղություն խոսքը թափի, այս ժամանակ երբ որ իրեք հիմա նշված են, քո նշած այո, այդ ծառատունք կա, մարդիկ որ տարիները չի լինելու ծառատունքը։ Չի, պարզապես չի լինելու, եթե սկսեն ես հորատման աշխատանքները, ձեր նշած, նշատված չի լինելու։ Այդ բերքից ոնց պետք է օգտվել։ Բերքն չի լինելու, բերք չի լինելու, որտեղ պետք է լինի բերքը, նայ, եթե այդ քո նշած բերք, ոնց կարա լինի։ Այն վերևի հատվածը ես չգիտեմ գնացել եք, թե չէ, այնտեղ ծաղիկներ կա, բան կա, ասենք, ամենաբանից է սկսում, եթե գնայես, շերտը լրիվ վերցնելու են իրան, քանդելու են տեղ, անիմաստ է, ինչ-որ բան է։ Երկրորդը, այո, շատ ճիշտ է, այո, այդ հետաքրքիր Աթարյան ջան, նա հետաքրքիր դարձում, այո, բոլոր այդ ցանկացած այս հորատումների համար, այո, պետք է ունեն կոմունիկացիա։ Իսկ առանց կոմունիկացիա չեն կարող։ Փաստորեն ամեն մետրի վրա, տեսնենք ինչ որ նշած։ 100 մետր հեռավորության վրա, ամեն մի 100 մետրը պետք է ինքը ունենա իր կոմունիկացիա, ճիշտ է ճանապարհները։ Հարց։ Ճանապարհը բացի, այո, ճանապարհները բնականաբար մեծ մեխանիզմներով պետք է մտնեն, ճանապարհները պետք է բացի։ Հարց։ Չէ, ես մի հատ հարց։ Ես ուղարկողների
այս ովքեր որ սենց ուղարկել են, դեպուս ես որպես համայնքի ղեկավար, ես իմ դիրքորոշումից արդեն շատ վաղուց հայտնած։ Բայց հարց, իրենք վաշել, Հայաստանի Հանրապետություն, ստեկ, նույնիսկ ես կասկածում եմ իրենց քաղաքացիությամբ այո, որտեղ հայ մարդը չի կարող նման բան ինքը նշի ու ուղարկի մեզ։ Սա պրոստը կարելի ասած սա էքսպանսիա է, սենց անուն կարող դնել, այ ուրիշ ոչինչ բան չեն կարող։ Դա զարթողական քաղաքականություն է, որը որ դա մեր համար անթույլատրելի է։ Գարաժը որ մի կողքան, դրա այդ դոշտ է, հատի դեպի գյուղ։ Դեպի գյուղ։ Համոս, Գեորգյան, Գեորգյան, գարաժ Սա գարաժ Համոս, Գեորգյան ջան, այն ինչ որ հիմա այսօր պատմում հատազոտս, տեսնում ենք, ներքերի հատվածը, այս նայ, գարաժը մոտավորապես տեսավ, չէ՞ որ այս ներքերի հատվածը, որ է աստեղ չի այո, այդ հատվածի մասին, եթե այդ հատվածը ներ, էլի կխնարկեին, ես օրինակ դեմ չէի, որտեղ այն ժամանակ իրենց հետ խոսալուց է քննարկելուց, իրենց ցույց էին տալիս այս հատվածները, դեպի ներքեր, դեպի հենց ասած, դեպի ներքերի կարգավորիչը, այ ներքերի հատվածներին, երբևից է նման կարլես, ես երկրորդ անգամ տեսնում, իսկ մնացած տեղերը, որ եթե դուք ծանոթ եք Քաջարյան գյուղին, մեր համեմատած բոլոր մեր բնակավայրերի միակ Քաջարյան գյուղն է, որ լրիվ ինքնարման է, թե ունի շատ մեծ արոտավայրեր, թե դաշտերն է, եւ ամենայտակիրը որն է, որ ինքը նաեւ ալպիական նաեւ ոտիներն է, քիչ առաջ նաեւ լաշարնային է, եւ նաեւ զարգացակի իհարկե բազմապես նախծաղիկներ կան եւ այլն։ Շատ ինքը վերջում ենք ծանդեր մեծացել ենք գողման ենք լավ, ինքը լրիվ ամեն ինչով հարմար է, բայց այսօր գյուղի բանը ես ամբողջ տարածաշրջանի ես որ ասում եք ինչ զրույց անում է, ես դա բոլորը տրավելում եմ Ուրեմն պատկերացում կազմում, քաղաք, գյուղը, մեկին հանդը հենը նույն հարթության նույն բենի, ու հալա պատկերացրեք, այդ նույն բենը մատ էլ ես աչ թևի իրա, Չէ, բացի դա, չէ, նպատակը դիտեք, չէ, որ նպատակը ընդլայնելն է, նպատակն է արգելի քաջարացնել, որ ծավալները մեծացնեն 22 միլիոն, եւ ասացին 30, հետո ստացվում է հետո 40։ Իսկ հա Ջուրը ստահնի երով է ծավալները։ Այդ ջուրը որ հալադասնիկով, այդ ջուրը այդ բոլոր հարցերի լուծումները ունի։ Չէ հարց։ Հարցով մենք կարող ենք։ Դեռ 22 միլիոն արդյունահանման նման լիքը խնդիրներ են Արդյոք մենք կարող մի հաջախակի ես թեմային անդրադառնում։ Այո, սա բոլորիս հարցն է։ Մեր հստակ դիրքորոշումը եղել է միշտ եղել։ Այո, պետք է քաղաքը տեղափոխվի։ Եթե նման ունենք, սկզբից այդ հարցը քննարկի, այլ ոչ թե կան ասում ծավալները ավելացնում ենք, ծավալները ավելացումը սարումը 40, ախորժակ ուտելուց է ասում։ Նոր առողջության հաշվի իրենց ծավալները, դե հիմա թե 10 տարի, 20 տարի հետո կտեղափոխվի չի, այո ճիշտ է ասում։ Քաղաքի հարցը, ընդհանուր ես մեր տարածաշրջանի վերաբերող, թե մեր դեպի վերաբերող, թե Քաջարյան քաղաքի վերաբերող, սա դուք դիտարկեք միմիակ։ Այսօր Քաջարյան գյուղն է, բաղը, շատ ճիշտ նշեցիք, աճ ու ձախ, պատկերացնում ես քաղաքի վիճակը, դեսնաժողովրդի վիճակը։ Հետո բացի դրանից բան Փարմազյան, մենք ունենք նաև ուրիշ հանդարտավորներ, նաև են դիբրագիրներ, բոլոր օգտագործում։ Այսինքն շուրջ բոլորը մենք շրջապատվածը, ամբողջովին այդ հանքանյութ են հանում ու այդ բանը այդ
քանի տես աղմեկացնել այդ ամբողջությամբ վերահսկողության Կարող եմ ամենօրյա նկարներ ուղարկել։ Վերջի, ես գիտեմ։ Այս կարգի շահագործման ժամանակ եթե այս վիճակն է, ապա կրծնակի դեպ ուրիշ պետք է։ լավ, մեկ պատկերացրեք, արդեն ինչ վիճակ է։ Ես ասել եմ ուրիշ է կրծնել։ Հա բոլորիս ասում, ոչ թե գյուղ քաջարը։ Այս ամենը, այն ինչ անշունը, Դավիթ ջան, այդ բոլոր բացական, այդ բոլոր չխորանան դետալների մեջ, բայց անմիջապես կրողը, այդ ծանր, այդ անմիջապես ամեն ինչ է դա կրողը, դա մենք ենք բոլորս։ Դա ոչ թե իրենքը։ Ստեղ ապրողներս։ Իսկ դա մեր արդեն սա մեր պատվի հարցն է։ Սա ինչ անշանակում է։ Ճանապարհ գցել, Արի, այդ չծավալենք, իշքան սա մասին, որ պետք է ծավալենք, ավելի շատ բանդանալու, ովքեր են գող, ձեռնբա, դեմ, շնորհակալություն ասենք, որակարգին դրով դարձի։ Արժանակ սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիք մարզի Գերաթաղի ոսպիրտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանում ընդերքաօգտագործում նախատեսվող գործունեության նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։ Աշտանակը տվյալ գործունեության վերաբերյալ ծանոթություն է ուղարկել համակարգին և տվյալ գործունեությունը համաձայնություն տալու վերաբերյալ նախնական որոշման նախագիծ է ներկայացնում։ Տվյալ գործունեությունը նույնպես պահանջում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատում և դասվում է կատեգորիայի։ Տվյալ գործունեության հետ մեկտեղ ընկերությունը նաև ներքին գործերի նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՕԱԿ-ի և սեյսմիկ ծառայության ՕԱԿ-ին է ներկայացել դրական դիրքորոշում ստանալու վերաբերյալ։ Տվյալ հանքի գործունեության վերաբերյալ երկու ընկերություններն էլ տրամադրել են դրական դիրքորոշում անվտանգության վերաբերյալ։ Ընկերությունը գտնվում է ներքին իրաքահ բնակավայրում և գործունեությունը իրականացվելու է հորատապակեցման եղանակով, օգտագործվելու է պայթուցիկ նյութերի և սեյսմիկ պայթուցիկ նյութեր, բայց ապահովելով սեյսմիկ անվտանգ չափաքանակները։ Եվ նախատեսում է ստացված հանույթը օգտագործել ինչպես խիճի և ավազի արտադրության համար։ Տվյալ տեղամասը չի խանգարում և ոչ մի անվտանգության համակարգ, բոլոր անվտանգության համակարգերը ապահովված են ներկայացված ծրագրով։ Այդ որը որտեղ ժամանակ շահագործած որոշման շատ է դերից որը ժամանակին է հանքած նոր աշխատատեղերի և այլն Ովքեր են կողմ հարգելավակ դեմ չկա, ձեռնպա չկա, ստեկորապարկի եծորը կացին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան հանքի վարչական տարածքում ոլամասի դիմակայության միջնակայության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարյան հանքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխությունների ավանդություն տալու մասին խնդրեմ մեջ Օրենքին կընդունելով օրենքական կառավարման նախարարության կողմից տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման թիվ 29/514 թույլտվությունը եւ ԱՏ Մետալ ՍՊ ընկերության դերությունը ուրեմն նախատեսվում է Սյունիք միկրոռեգիոնալ մակարդակի տարածք պլանավորման հաստատում կատարել փոփոխություն ըստ որի առաջարկվում է Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի Կաթնարար բնակավայրում ընդհանուր 18.99 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից, որից 18.869 հեկտարը ալուկներ են, իսկ 0.1215 հեկտարը այլ գյուղատնտեսական ալուկներ են, փոխադրել արդյունաբերության ընդերքօգտագործման եւ այլանդրական նշանակության հողերի կատեգորիա ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության ըստ վերոնշյալ օգտակար հանածոների թույլտվության
վերահսկողությունը անման թույլտվության, ուրեմն ընդհանուր տարածքը կազմում է 60.46 հեկտար, որից 18.99-ը ընդգրկված է Քաջարան համայնքի վարչական սահմանում։ Ընդհանուրը կազմում է 18.99 հեկտար, ըստ իրենց արդյունահանման թույլտվության ԱՏՄ 10Պ-ի տրամադրված, ուրեմն նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո նոր կտրամադրվի կառուցապատման իրավունքով ընդերքի օգտագործման համար օգտագործելու նպատակով մինչև իրենց արդյունահանման ժամկետը ավարտը 2029 թվականը օգոստոս ամիսը։ Բայց դա երբ կատեգորիան կփոխադրվի ընդերքի օգտագործման ժամանակ արդեն իսկ կտրամադրվի։ Առաջարկություններ, հարաբերություններ, ով այդտեղ ովքեր են, ով։ Հարգելի անդամներ, հաջորդ հարցի, Քաջարան համայնքի զարգացման հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին։ Ողջունում եմ ձեզ, հարգելի ավականներ, մենք երեկ արդեն փորձեցինք նախադեպ չունեցող կառույցի ստեղծման նախագիծը ձեր հավանության արժանացնել։ Ներկայացնում եմ Քաջարան համայնքի զարգացման հիմնադրամ ստեղծելու որոշման նախագիծը։ Ըստ էության մենք չենք ունեցել առհասարակ նմանատիպ կառույց և նմանատիպ գաղափարը մեզ համար ստեղծելու համար, նմանատիպ կառույց ստեղծելու համար դա եղել է համայնքի ղեկավարի գաղափարը։ Առհասարակ մենք բոլորս առիթ ունեցել ենք Քաջարանի հիմնադրամներից օգտվելու և բազմից անգամ մենք մշտապես չէ որ գոհ ենք եղել և առհասարակ փորձել ենք միջնորդավորված ինչ-որ ձևով փորձել ենք քիչ թե շատ ավելի առողջապահական խնդիր, կրթական խնդիր լուծելու համար, հիմնադրամի ստեղծման համար ես փորձել եմ ընդգրկել ամբողջ համայնքի բոլոր տիպի ոլորտները, որը որ կարելի է խոցելի համարել և ընդգրկել եմ ամբողջապես մի փոքրիկ կանոնադրության մեջ, որը որ ձեր սեղաններին տրված է։ Ինչու եմ ասում աննախադեպ, որովհետև առհասարակ համայնքների փորձը ուսումնասիրելով մենք կարող ենք փաստել, որ Քաջարանում գործել է հիմնադրամներ, բայց այդ հիմնադրամների հիմնադիրը չի եղել կոնկրետ համայնքապետարանները կամ քաղաքապետարանները։ Ներկայումս ձեր մոտ առկա այն Քաջարան զարգացման հիմնադրամի կանոնադրության նախագիծը, կխնդրեի փոքրի շատ է, եթե ինչ-որ ոլորտ կա, որը որ դուք կխնդրեիք նույնպես մտցնել, կամ եթե ոլորտ կա, որտեղ որ դուք ցանկանայիք ավելի մեծ առարկայական ցանկ տեսնել, ակնկալում եմ ձեր մասնակցությունը, բացի դրանից նաև կարող եմ այնտեղ ներկայացված ոլորտները, որտեղ որ նշված են որ շահառուներ ովքեր կարող են լինել, ես միտումնավոր չեմ նշել շահառուների կոնկրետ Քաջարանի հաշվառում և բնակվող, ես ընտրել եմ Քաջարան համայնք և բնակիչ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Քաջարան համայնքի բնակիչը կարող է հաշվառում ունենալ Քաջարանյան, բայց տասնյակ տարիներով լինել այդ համայնքի բնակիչ։ Եվ հետևաբար, ինչպես մենք գիտենք, Քաջարանց գյուղի ենթադրաբար չլինելու կամ Քաջարանում ինչ-որ բան ձեռք բերելու կամ առհասարակ այն քաջարանցիները, ովքեր որ տասնյակ տարիներ առաջ լքել են Քաջարանը կամ Քաջարան գյուղը, մեծ փորձով մենք արդեն տեսնում ենք, ակնթեթ ենք լինում, որ քաջարանցիները ունեն որոշակի շահադիտական նկատառումներ։ Այս առումով, ունենալով նմանատիպ կենսափորձ, ես փորձել եմ Քաջարանի բնակիչ համարել այն անձանց, ովքեր մշտապես կամ առավելապես բնակվում են Քաջարան համայնքում։ Հետևաբար, դրա համար ներգրաված անձանց ցանկը հետագայում արդեն մենք ավելի առարկայական կբացենք, այսինքն ես միտումնավոր չեմ նշել Քաջարանում հաշվառված անձինք։ Եվ երկրորդը կխնդրեի նաև այնտեղ նաև ուշադրության արժանի շահ դարձնել այնտեղ առողջապահական ծրագրերով չներգրաված, որովհետև նախատեսվում է և հիմնականում Քաջարանի բնակիչ
բնակիչները, ովքեր որ ունեն ԶՊՄԿ-ում եւ ովքեր որ ունեն առհասարակ ապահովագրություն, նաեւ այլ ապահովագրություններ, եւ նախատեսում են նաեւ համայնքապետարանում, ես փորձել եմ դրանք հանել այդ ցանկից, որովհետեւ սոցիալական ապահովության աջակցության մասին օրենքով այդ առողջապահական ծրագրերի մեջ եւ պետպատվերով նշանակվող բուժման ծառայություններից օգտվելու համար նաեւ այնտեղ կան կատեգորիաներ։ Անդրադառնանք հիմնադիրներին, հիմնադիրների ցանկում երեք բուրըն աղմուկ հանեց իմ հիմնադիրների ցանկում նշված հոգաբարձությունների խորհրդին իմ կողմից ներկայացված ցանկը։ Ես իհարկե դա նորից թողնում եմ ձեր նախաձեռնությանը, հիմնադիրներից մեկը անպայման իր պաշտոն է Դալիների հիմնադրի ղեկավարը, համայնքի ղեկավարը, իսկ ցանկը նորից պետք է ընտրենք դուք, եթե ունեք այլ առաջարկություններ, այսքանը հոգաբարձության խորհրդից բացի նաև մենք ունենալու ենք այնտեղ տնօրեն եւ աշխատակիցներ, հաշվապահ ենթադրաբար, ըստ էության կանոնադրությունը հատիկ առ հատիկ նշել է ինչ նպատակների համար պետք է ծառայեցնի եւ մի շատ կարեւոր հանգամանք եւս խնդրում եմ նաև ուշադրության արժանի շատ դարձնել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քաջարանցի մի փոքրիկ գումա պետք է ունենա այդ հիմնադրամը, որովհետև հիմնադրամը առհասարակ միտված է ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով է առաջնորդվում։ Խնդրում եմ չնույնականացնել այլ հիմնադրամների ունեցած ձեր կենսափորձին, սա նոր հիմնադրամ է, սա նոր աշխատանք է եւ նոր գործունեություն է։ Եվ դա պետք է ծառայի ամբողջապես Քաջարան համայնքին ու բնակիչներին։ Ովքեր են գող։ Հայաստանը հանրության սունետի մազի կաժեն համենտավական եծորությունաշրջան հեստական լիստի կողարման որս համահողում։ Գելի ավակումներ, առաջարկում է 7-րդ նստաշրջանի հերթական նիստի կողմարման օրը սահմանել 2025 թվականի դեկտեմբերի 26-ը ժամը 15:00 դեկտեմբերի 26-ը օրը, եթե դեմ չեք, կարող Ովքեր են գող։ հաշվի առնում, որ պետք է բյուջեի մուտքերին կա, բյուջեների հակի ենք, այսպես ասում։ Շնորհակալություն ջան, այլ իրավարություններ, որակարգը սպառվեց։ Ձեզ